Եթերում թույլ օղակն է։ Մեր խաղի 8 մասնակիցներից յուրաքանչյուրը այսօր կարող է շահել մինչև 2 միլիոն դրամ։ Մասնակիցներն իրար չեն ճանաչում, բայց եթե ուզում են խոշոր գումար վաստակել, պետք է միասնական եւ ամուր թիմ դառնան։ Նրանցից 7-ն այսօր կհեռանա ձեռնունայն, քանի որ յուրաքանչյուր փուլի ավարտից հետո մենք հրաժեշտ ենք տալու մեկ մասնակցի նրան, որին թիմը համարի թույլ օղակ։ Ծանոթանանք այսօրվա մասնակիցների։ Արտյոմ, 30 տարեկան, Երևան, էլեկտրոնային առևտրի թիմի ղեկավար։ Մելինե, 40 տարեկան, Երևան, մաքսային բրոկեր։ Մենուա, 35 տարեկան, Երևան, մշակութաբան։ Նարեկ, 32 տարեկան, Մարալիկ, տնտեսագետ։ Անի, 35 տարեկան, Արենի, սոցիոլոգ։ Կարեն, 30 տարեկան, Օձուն, զբոսավար։ Վարդան, 58 տարեկան, Երևան, մանկավարժ։ Սաշիկ, 24 տարեկան, Գորիս, ծրագրավորող։ Այժմ խաղի կանոնների մասին։ Յուրաքանչյուր փուլում թիմը կարող է վաստակել առավելագույնը 250,000 դրամ, որին հասնելու ամենաարագ տարբերակը անընդմեջ 8 ճիշտ պատասխաններից շղթաձևավորելն ու գումարը բանկ ուղարկելն է։ Եթե մասնակիցը սխալ է պատասխանում հարցին, շղթան ընդհատվում է եւ ամբողջ թիմը կորցնում է արդեն կուտակած գումարը։ Սակայն, եթե իր անունը լսելուց հետո եւ նախքան հարցի հնչելը մասնակիցը հասցնում է ասել «բանկ», գումարը պահպանվում է, բայց հաջորդ շղթան դուք կառուցելու եք 0-ից։ Ամեն փուլում դուք վաստակելու եք այնքան գումար, որքան հասցրել եք ուղարկել բանկ։ Այդ գումարը փոխանցվելու է հաջորդ փուլ։ Ընդհանուր շահումը կազմելու է բոլոր փուլերի հանրագումարում ստացված թիվը։ Առաջին փուլի համար դուք ունեք 2.5 րոպե ժամանակ։ Եվ մենք խաղը սկսում ենք այն մասնակցից, որի անունն այբենական կարգով առաջինն է, եւ դա դուք եք Անի։ Խաղում ենք թույլ օղակ։ Առաջին հարցի արժեքն է 5000 դրամ։ Ժամանակ։ Անի, որ թագուհու անունն է կրում Վրաստանի Մեստիա Ավանի օդանավակայանը։ Անցանք։ Թամար, Կարեն, ինչ ըմպելիքի կանաչ տարատեսակ է ճապոնական գյուկորոն։ Մոխիտո։ Սխալ է թեյ։ Վարդան, Բանկ, ինչ փոխադրամիջոց կարելի է գտնել բանավեճ բառի մեջ։ անցանք, Նավ։ Սաշիկ, ծովային ջրիմուրներից թե սառույցի կտորներից է ստացվում ագար-ագար անվանումով դոնդողը։ Սառույցից։ Սխալ է, ջրիմուրներից։ Արտյոմ, Չայկովսկու որ բալետի շուրջ է ծավալվում հոլիվուդյան Սև կարապ ֆիլմի սյուժեն։ Կարապիլիչ։ Ճիշտ է։ Մելինե, տանձի ու խնձորի հետ մեկտեղ որ ցիտրուսն է հիշատակվում նոր տարվա գալուստը ազդարարող բանաստեղծության մեջ։ Մանդարին։ Ճիշտ է։ Մենուա, Բանկ, հայկական որ բակային խաղում է վարողը խաղի սկզբում մրգերի անուններ տալիս մասնակիցներին։ Այգեպան, Ճիշտ է։ Նարեկ, ինչպես է հայերենում հնում կոչվել եկամտի 10% չափով турքը։ Տասանորդ։ Ճիշտ է։ Անի, Բանկ։ ըստ լեգենդի, որ սողուններին է Իռլանդիա կղզուց վտարել Սուրբ Պատրիկը։ Մողեսներին։ Սխալ է օցերին։ Կարեն, հայ որ գրողն է Աշնան տրտմություն բանաստեղծության հեղինակը։ Վահան Ճիշտ է։ Վարդան, բանկ, հայկական ճերմակ անուրջներ ֆիլմում ինչ թռչուններ էր պահում վարպետ Հակոբը։ աղավնիներ, Ճիշտ է։ Սաշիկ, 5 կտակարանի որ հերոսուհուն է Պիտեր Պաուլ Ռուբենսը պատկերել Սամսոնի հետ նույն կտավում։ Մարիամ։ Սխալ է Դալիլա։ Արտյոմ, Արագոնի թե Բաղդադի թագավորն է եղել Սանչո առաջինը։ Արագոնի։ Ճիշտ է։ Մելինե, որ հեղուկներ հույն փիլիսոփա Թալեսը համարում ամեն ինչի նախասկիզբ։ Ջուր։ Ճիշտ է։ Մենուա, բանկ, Եվրոպական որ գաճաճպետության վերին մակարդակի ազգային դոմեյնն է նշվում S եւ M տառերով։ Սան Մարինո, Ճիշտ է։ Նարեկ, ընդհանուր ինչ անուն են ունեցել բանաստեղծ Դուրյանն ու կոմպոզիտոր Բեթհովենը։ Պետրոս,
Սխալ է, ճիշտ պատասխանն է Լյուդվիգ, Անին, անգլերեն որ տառն է պատկերված, կայանման տեղ։ Ժամանակը ավարտվեց։ Դուք հնարավոր 250,000 դրամից վաստակել եք ընդամենը 35,000 դրամ։ Ում որոշեց հենց առաջին գիշերը հեռացնել մաֆիան։ Ով է շախմատի այն զինվորը, որն այնպես էլ թագուհի չի դառնալու։ Ձեզանից մեկը պետք է հեռանա դատարկաձեռն։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Առաջին փուլի վիճակագրությունն այսպիսինն է։ Ուժեղ օղակը Մենուան է։ Նա տվել է 2 ճիշտ պատասխան եւ բանկ է ուղարկել 20,000 դրամ։ Սաշիկը չտալով ճիշտ պատասխան 2 անգամ սխալվել է։ Նա թույլ օղակն է։ Ինչ ելք կունենա թիմի առաջին քվեարկությունը։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կիմանանք առաջին փուլի թույլ օղակի անունը։ Սաշիկ, Անի, Սաշիկ, Անի, Սաշիկ, Սաշիկ, Մենուա, Անի, Կարեն, զբոսավար եք։ այո, Թիմից ում կտանեիք ծով եւ ծարավ հետ կբերեիք։ ինձ, Իսկ ես կարծում եմ Սաշիկին։ Այսօր ինչ նոր բան բացահայտեցիք ձեզ համար։ որ առհասարակ լարվելու ունակություն չունեմ ես։ Դուք ձեզ համարում եք թիմային մարդ։ Իհարկե, Հանուն այս թիմի պատրաստ եք գնալ զոհաբերության։ արդարացի զոհաբերության կգնամ։ Մենուա, Այո։ ինչու եք ընտրել Սաշիկին։ Ինչքան հիշում եմ, Սաշիկը եւ Անին երկու հարցին էլ սխալ պատասխանեցին, զուտ երկուսից մեկի անունը պետք է գրեի, գրել եմ Սաշիկի անունը։ Ծրագրավորող Սաշիկ։ Թիմը ձեզ ֆորմատ արեց։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Կարծում եմ թիմին ավելի շատ օգուտ կարող է տալ մնացած փուլերում, բայց ցավոք ինձ ընկան այնպիսի հարցեր, որոնք ինձ անծանոթ էին։ Կարծում եմ ավելի շատ շանսեր ունի հաղթելու Արտեմը։ Փուլ երկրորդ։ Հնարավոր 250,000 դրամից այս պահի դրությամբ դուք ունեք բանկում 35,000 դրամ։ Մնաց 7 մասնակից։ Մենք կրճատելու ենք ձեր խաղաժամանակը 10 վայրկյանով եւ սկսելու ենք հաջորդ փուլը նախորդ փուլի ուժեղ մասնակցից եւ դա Մենուա դուք եք։ Մենք շարունակում ենք խաղալ թույլ օղակ։ Ժամանակ։ Մենուա, որ մետաղի լատիներեն անվանումն է ֆերում։ Երկաթ, Ճիշտ է։ Նարեկ, բանկ, ինչ բառ կարելի է կազմել քաղաքագյուղ բառի բոլոր տառերով։ գյուղաքաղաք, Ճիշտ է։ Անի, որ մարզաձևում է հակառակորդի դարպասին նշանակված տուգանային հարվածը կոչվում բուլիտ։ ռեգբի, Սխալ է, հոկեյ։ Կարեն, հայկական որ ֆիլմում է հնչում Նիկողոս աղա, կհավնիս թոքը արտահայտությունը։ Դժվժիկ, Ճիշտ է։ Վարդան, բանկ, ամերիկյան որ խոշոր քաղաքի թաղամասերից մեկն է կոչվում դժոխային խոհանոց։ Նյու Յորք, Ճիշտ է։ Արտյոմ, երաժշտության մեջ թե սպորտում է կիրառվում կրեշենդո եզրույթը։ երաժշտություն, Ճիշտ է։ Մելինե, Հայաստանի որ մարզն է հնում հայտնի եղել նաև Սիսական անվանումով։ Սյունիք, Ճիշտ է։ Մենուա, բանկ, բույսերին հատուկ ինչ մասնիկի անվանում կարելի է գտնել փամփուշտ բառի մեջ։ Փուշ, Ճիշտ է։ Նարեկ, որ երկիրը 2023 թվականին բնակչության թվով գերազանցեց Չինաստանին։ Հնդկաստան, Ճիշտ է։ Անի, բանկ, քաղաքագիտության մեջ արժանիների թե անարժանների իշխանությունն է կոչվում մերիտոկրատիա։ անարժանների, Սխալ է արժանիների։ Կարեն, անգլիացի որ կին գրողն է հանդես եկել նաև Մերի Ուեսթ Մակոտ կեղծանունով։ Ագաթա Քրիստի, Ճիշտ է։ Վարդան, բանկ, բեմական ինչ կեղծանունով է հանդես գալիս էստրադային երգչուհի Անի Մարտիրոսյանը։ Անի Քրիստի, Ճիշտ է։ Արտյոմ, որ գիտության բաժիններից է էլեկտրադինամիկա։ ֆիզիկա, Ճիշտ է։ Մելինե, բանկ, ըստ առածի, ինչպիսի հավն է կչկչան լինում։ ածան, Ճիշտ է։ Մենուա,
Բանկ։ Որ օվկիանոսում է գտնվում Մարիանյան իջվածքը։ Հնդկական։ Սխալ է խաղաղ։ Նարեկ, ճապոնական ինչ կոմիքսի տարատեսակ կստանանք մանգան բառից 1 տար հանելու դեպքում։ Փաս։ Մանգա, անի, մուսուլմանական օրացույցի ժամանակն ավարտվեց եւ այս փուլում դուք հնարավոր 250,000 դրամից բանկ եք ուղարկել 60,000 դրամը։ Ով է այն պարբերությունը, որը կարելի է խմբագրել այս պատմությունից։ Ով է այն կերպարը, որին հեռացնելիս այս գրքի սյուժեն չի տուժի։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Երկրորդ փուլում թիմը համեմատաբար հավասար խաղ է ցուցադրել։ Աչքի են ընկնում միայն Մելինեն ու Անին, համապատասխանաբար իբրև ուժեղ եւ թույլ օղակներ։ Ում անունն ամենաշատը կհնչի քվեարկության ավարտի։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կպարզենք, ումից է պատրաստ հրաժարվել թիմը։ Անի, 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 Մենուա, Անի, Անի, Նարեկ, աշխատել եք կորած իրերի բաժնում։ Ինչ է լինում, երբ տերը չի հայտնվում։ Ձեզ եք վերցնում իրերը։ Չէ, ճիշտն ասած, եթե լինեմ մաքսիմում ազնիվ, ես անցագրեր էի զուտ տալիս, կորած իրեր հետ կապ չեմ ունեցել։ Որն է ձեր ամենամեծ երազանքը։ Ճիշտն ասած, երազանքների մասին տենց բարձրաձայնել այդքանը չեմ սիրում։ Ինչու։ Դա բավականին ինտիմ երևույթ է, էլի եթե ճիշտ ասեմ։ Մտածում եք հիմա ասեք չի կատարվի, սնահավատեք։ Դա երևի 10%-ն է կազմում, ուղղակի երևի անհրաժեշտ է մեջ քչախոս լինել այդ հարցերին։ Շահած գումարով ինքներդ ձեզ պատիվ եք տալու։ Արդեն որոշել եք որտեղ։ Երևի ընկերների հետ մի ցանկացած վայրում, առաջնահերթ ընկերներս հետս լինեն։ Վարդան, իհարկե բոլորն են ընտրել Անիի անունը։ Բայց կուզեի, որ դուք բացատրեք, թե ինչու։ Պարզապես նկատեցի, որ մեկ հարցի չպատասխանեց։ Անի, նշել եք, որ աշխատում եք Քարանձավում։ Թերևս Քարանձավը ավելի շատ ճիշտ պատասխաններ տար, քան դուք տվեցիք այսօր։ միգուցե։ Թիմը ձեզ տեսավ եւ հանգիստ շարունակելու է ապրել։ Անի, դուք ամենաթույլ օղակն եք։ Մասնակիցների որոշման հետ միանշանակ համաձայն եմ։ Իհարկե ինքս իմ անունը չէի կարող գրել, դրա համար նշեցի Մենուային, քանի որ Մենուան եւս մեկ հարցի չէր պատասխանել։ Խաղի տպավորությունները, ինչպես եւ ակնկալում էի, շատ վառ էին։ Խաղին մասնակցությունը պարզապես մեծ ցանկություն էր, որը իրականություն դարձավ։ Արդյունքից իհարկե գոհ չեմ, սակայն մեծ ցանկությունը խաղին մասնակցելու իրականացավ։ Փուլ 3. Եվ հնարավոր 500,000 դրամից դուք այս պահի դրությամբ բանկում ունեք ընդամենը 95,000 դրամ։ Խաղում մնացել է 6 մասնակից։ Մենք ձեր խաղաժամանակը կրկին նվազեցնում ենք 10 վայրկյանով։ Խաղը կսկսի նախորդ փուլի ուժեղ մասնակիցը եւ դա Մելինե դուք եք։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Մելինե, Հիսուս Քրիստոսի որ քաղաք հաղթական մուտքն է խորհրդանշում Ծաղկազարդ տոնը։ Երուսաղեմ, Ճիշտ է։ Մենուա, 5 տարանի որ բառով է հայերենում կոչվում փայտյա իրեր պատրաստող արհեստավորը։ Ատաղց, Դա սխալ պատասխան է Հյուսն, Նարեկ, Պերճ Պրոշյանի վեպում ում էր սիրարված սոսը։ Վարդիթերին։ Ճիշտ է, Կարեն։ Բարսելոնայի նախկին որ ֆուտբոլիստին է երգչուհի Շակիրան 2 արու զավակ պարգևել։ Ժերար Պիկե, Ճիշտ է։ Վարդան, Բան, արևելքից արևմուտք թե արևմուտքից արևելք է պտտվում երկիր մոլորակը։ եւս մեկ անգամ հարցը։ Արևելքից արևմուտք թե արևմուտքից արևելք է պտտվում երկիր մոլորակը։ Արևելքից արևմուտք։ Սխալ է արևմուտքից արևելք։ Արտյոմ, կալիումից եւ թթվածնից բացի քիմիական ինչ տար կա կալիումի հիդրոքսիդում։ ջրածին, Ճիշտ է։ Մելինե, եվրոպական որ մայրաքաղաքում է գտնվում Գրինվիչ պարկը։ Լոնդոն, Ճիշտ է։ Մենուա, բանկ,
4 տարանի, որ բառով է պոկերում կոչվում 4 նույնատիպ խաղաթղթերի համակցությունը։ Կառ է։ Ճիշտ է, Նարեկ։ Ում առաջին անգամ ընտրական իրավունքի հնարավորություն տրվեց 1893 թվականին Նոր Զելանդիայում։ Կանանց։ Ճիշտ է։ Կարեն։ Ինչ խմիչքի անվանում կարելի է ստանալ բրենդ բառին 1 տառ ավելացնելու դեպքում։ Բրենդի։ Ճիշտ է։ Վարդան։ Բանկ։ Անգլիացի որ բնագետն է շուրջ երկրյա ճամփորդության մասնակցել Beagle նավով։ Չարլզ Դարվին։ Ճիշտ է։ Արտյոմ, Կալիֆոռնիայի որ հայաշատ քաղաքում է կազմավորվել System of a Down խումբը։ Գլենդել։ Ճիշտ է։ Մելինե, Բան, ըստ դուալիզմի տեսության իրարից անկախ քանի հիմք ունի աշխարհը։ 2, Ճիշտ է։ Մենուա, Բանկ։ ըստ հունական դիցաբանության ինչ էր Իկարոսի հորանունը։ Դեդալոս։ Ճիշտ է, Նարեկ։ Հայ որ գրողի անունն է կրում Վանաձորի պետական համալսարանը։ Հովանես Թումանյանի անունն է կրում Վանաձորի համալսարանը։ Այս փուլում հրաշալի վեցնյակը վաստակեց ընդամենը 55,000 դրամ։ Հրաշալի է։ Ով է այն ֆալշնոտան, որը աղավաղում է ամբողջ սիմֆոնիան։ Ով է խաղալու իմիտացիա անում, կարծելով, որ դիրիժորը չի նկատում։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Մելինեն այս փուլում պաշտպանում է ուժեղ օղակի տիտղոսը։ 3 ճիշտ պատասխանները հակառակը պնդելու հնարավորություն չեն տալիս։ Վարդանը թեև բանկ է ուղարկել 30,000 դրամ, սակայն ճիշտ պատասխանների քանակով զիջում է թիմակիցներին։ Առանց ում թիմը կորոշի շարունակել խաղալ։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կիմանանք ամենաթույլ օղակի անունը։ Վարդան։ Վարդան, Վարդան։ Վարդան։ Վարդան, Մենուա։ Ասես միասնական շուրջ պար է բռնել այս շղթան։ Եվ բոլորդ նշում եք Վարդանի անունը։ Մելինե, դուք որպես ուժեղ օղակ նախընտրում եք վերջին փուլում խաղալ ուժեղի հետ։ իհարկե, միանշանակ Գտնում եք, որ Վարդանը քանի ճիշտ պատասխան է տվել։ 2 սխալ պատասխաներ, 1 ճիշտ։ Մենուա, Այո։ ձեր ամենամեծ երազանքի մասին նախընտրում եք լռել։ Գոնե կասեք, որ տառով է սկսվում, հետո լռեք։ Չէ։ Տառնել չեմ ասի։ Ձեզ համարում եք հումորով։ Այո։ Ինչ որ կատակ այս իրավիճակի հետ կապված։ Իմ սխալ պատասխանը հենց ինքը հումոր էր։ Այնքան սխալ էր, որ հումորային էր։ Դուք մշակութաբան եք։ Այո։ Ինչպես եք վերաբերվում սխալների մշակույթին։ Համբերատար։ Սխալը մարդու համար է։ Իհարկե։ Վարդան, դուք պատմության ուսուցիչ եք։ Պատմությունն այս պահից ձեր մասին լռում է։ Եկաք, տեսաք, պարտվեցիք։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Ինչպես բոլոր խաղերը, այս խաղն էլ ունի հաղթողներ եւ պարտվողներ, բայց ի վերջո մեկն է հաղթում։ Խաղը շատ հետաքրքիր էր, շատ դիտարժան։ Հուսով եմ առաջիկայում, եթե հնարավորություն ունենամ, նորից կմասնակցեմ խաղին։ Փուլ 4 եւ այս պահի դրությամբ ձեր բանկում առկա է 150,000 դրամ։ Չնայած կարող էր լինել 750,000։ Կշարունակենք 5 մասնակցով ձեր խաղաժամանակը։ Նորից կրճատում ենք 10 վայրկյանով եւ խաղը սկսելու ենք նախորդ փուլի ուժեղ մասնակցից, դա դուք եք Մելինե։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Մելինե, Եվրամիության որ կրթական ծրագիրն է անվանումը ստացել փիլիսոփա Էրազմ Ռոտերդամացու պատվին։ Չգիտեմ։ Էրասմուս, Մենուա, քրիստոնեական որ տաղավար տոնն են Մեղրիում անվանում վրթիվուր։ Վարդեվար։ Ճիշտ է։ Նարեկ, որ ասպարեզում են Նոբելյան մրցանակի արժանացել ճապոնացիներ Կավաբատան եւ Օեն։ Գրականության։ Ճիշտ է։ Կարեն,
Ինչի հատակագիծն էր մարմնի վրա դաջել ամերիկյան սերիալի հերոս Մայքլ Սքոֆիլդը։ Բանտի նախագծի։ Ճիշտ է։ Արտյոմ, հարսանեկան թե ռազմական պար է Թամզարան։ Ռազմական։ Սխալ է, հարսանեկան։ Մելինե։ Սպիտակից բացի ինչ գույն կա Նիգերիայի դրոշի վրա։ Կարմիր։ Սխալ է, կանաչ։ Մենուա։ Իռլանդացի որ մարզիկի մասին է Ջոն Կավանայի «Կյանքն առանց կանոնների» գիրքը։ Կոնոր Մակգրեգոր։ Ճիշտ է։ Նարեկ, կապույտ գույնի որ բաց երանգի անվանումը կստանանք լուրջ բառում 1 տառ փոխելու դեպքում։ Ազուր։ Սխալ է, լուրջ։ Կարեն։ Վանալեջի որ կղզում է գտնվում հայկական Սուրբ Խաչ եկեղեցին։ Աղթամար։ Ճիշտ է։ Արտյոմ, որն է Ֆրանսիայի ազգային կարգախոսի երկրորդ բառը։ Հավասարություն։ Այո, ճիշտ է, էգալիտե։ Մելինե։ Բանկ։ Հայ որ գրողին է Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտը 1998 թվականին տարվա կին ճանաչել։ Անցանք։ Սիլվա Կապուտիկյան։ Մենուա, հայ որ էստրադային երգչուհին է կատարում։ Ժամանակն ավարտվեց, դուք վաստակեցիք ընդամենը 10,000 դրամ, թեև կարող էիք բանկ ուղարկել 250,000-ը։ Աննախադեպ ակցիա է սա։ Ով է այս հեռուստասերիալի բացասական հերոսը։ Ով է զուր վատնում եթերաժամանակը։ Ժամանակն է որոշելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Նախորդ երկու փուլերի ուժեղ օղակներին խոշոր հաշվով զիջեց դիրքերը։ 0 ճիշտ եւ 3 սխալ պատասխանները նրան դարձնում են թույլ օղակ։ Ուժեղ օղակն այս անգամ Կարենն է։ Սա վիճակագրությունն է, իսկ ինչպիսին կլինի իրականությունը թիմի քվեարկությունից հետո։ Քվեարկությունն ավարտված է։ Ժամանակն է բացահայտելու թույլ օղակին։ Նարեկ։ Նարեկ։ Մելինե։ Արտյոմ։ Մելինե։ Մելինե, դուք եւ Նարեկը հավաքել եք հավասար ձայներ։ Կարծում եք արդար եմ։ Այս անգամ այս փուլի հարցերը ավելի խիստ կենտրոնացում են պահանջում ժամանակի խնայելու առումով երկար չէի մտածում։ Լավ, եկեք խոսենք լավ բաներից։ Ձեր ամենամեծ երազանքն է լինել Ելիսեյան դաշտեր 30 հասցեում։ Ինչու՞։ Այնտեղ բնակարան էր գնել Կոմս Մոնտե Քրիստոն, իմ ամենասիրած գրքի հեղինակն էր։ Իսկ դուք տեղյակ եք, որ Կոմս Մոնտե Քրիստոն այլ հասցեներում էլ է տուն գնել։ Այո, իհարկե, տարբեր քաղաքներում, այո։ Որ երկու բառի մեջ է պարփակված մարդկային իմաստությունը։ Չեմ կարող ասել, գրքից է մեջ բերում։ Այո։ Հա, գիրքը վաղուց եմ կարդացել այդպես։ Իսկ վերջին էջը երևի չեք ասել, որտեվ դա այնտեղ է։ Սպասել եւ հուսալ, ասում էր Կոմսը։ Նարեկ, ո՞նց կգնահատեք այս թիմի ընդհանրապես վերաբերմունքը ձեզ։ Կարծում եմ հիմնականում դրական, բավականին պրիմիտիվ հարցերի սխալ պատասխանեցի լարվածության պատճառով։ Մենակ երևի են Վանաձորի համալսարանի հարցը չգիտեի, մնացածը գիտեի։ Հարցը մենակ քվեարկեցի, որովհետև Շարանը կտրվեց մի հատ սխալ պատասխանի պատճառով, զուտ դրա համար, թե չէ։ Ինքն էլ է լավ խաղացող, հա։ Բոլորն էլ լավ խաղացող են այս բանին, իսկ իմ կարծիքով։ Նախորդ փուլի ուժեղ մասնակիցը Կարեն դուք եք։ Դուք եք որոշելու խաղի մեջ մնալու է Նարեկը, թե մնալու է Մելինեն։ Եվ այսպես։ Ում եք թողնում խաղի մեջ։ Մելինե ջան, Նարեկին կթողանք։ Մաքսային բրոկեր Մելինե։ Թիմը ձեզ հետ մաքսանենք վարվեց։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Երկրորդ անգամ եմ մասնակցում խաղին, էլի տպավորությունները շատ լավն են, հաջողություն եմ մաղթում բոլոր մնացած մասնակիցներին, կարծում եմ արդար ընտրություններ, այո, ես այս շրջանի թույլ օղակն էի։ 5-րդ փուլ, եւ դուք հնարավոր միլիոնից վաստակել եք ընդամենը 160,000 դրամ։ Մնացել է մասնակիցների ուղիղ կեսը։
Մենք ձեր խաղաժամանակը կրկին նվազեցնում ենք 10 վայրկյանով։ Խաղը կսկսի նախորդ փուլի ամենաուժեղ մասնակիցը եւ դա Կարեն դուք եք։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Կարեն, ըստ անգլիական լեգենդի, որ անտառում էին թաքնվում Ռոբին Հուդն ու նրա զինակիցները։ Շերվուդ։ Շերվուդյան, այո, ճիշտ է։ Արտյոմ, եք ոչխարի, որ հոմանիշը կարելի է ստանալ քամի բառի բոլոր տառերով։ Միք։ Սխալ է, մաքի։ Մենուա, որն է 23-ին հաջորդող մյուս պարզ թիվը։ 25։ Սխալ է, 29։ Նարեկ, շվեդական որ խմբի անդամների անուններն էին Ագնետա, Բյորն, Բենի և Անիֆրիդ։ Աբբա։ Ճիշտ է, Կարեն։ Կրկեսի որ դերասանն է մի նեղացրեք մարդուն նովելաշարի հեղինակը։ Անցանք։ Լեոնիդ Ենգիբարյանը։ Արտյոմ, սովորաբար ջերմաչափներում հանդիպող որ մետաղը հալման ամենացածր աստիճան ունի, ճիշտ է, սնդիկ։ Մենուա, հայերենում որ խոսքի մասն է լինում անձնական, ցուցական, ժխտական եւ այլն, ճիշտ է։ Նարեկ, Բանկ։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ որ գետի վրա է տեղի ունեցել լեյտենանտներ Սիվաշկոյի եւ Ռոբերտսոնի ձեռքսեղմությունը։ Վոլգա։ Սխալ է, Էլբա։ Կարեն, արվեստի որ ուղղության անվանումը կարելի է գտնել կապարագնդիկ բառի մեջ։ Պար։ Ճիշտ է։ Արտյոմ, Մերձավոր Արևելքի որ երկրի ընդհանուր անվտանգության ծառայությունն է կոչվում Շաբակ։ Իսրայել։ Ճիշտ է։ Մենուա։ Բանկ։ Աստերիքսը օլիմպիական խաղերում ֆիլմում հռոմեացի որ կայսեր դերում է հանդես եկել Ալեն Դելոնը։ Հուլիոս Կեսար։ Ճիշտ է։ Նարեկ, հայկական որ գրական ակումբը պատկերող կտավ ունի նկարիչ Դմիտրի Նալբանդյանը։ Վերնատուն։ Ճիշտ է, Կարեն։ 2007 թվականի ես չհասցրեցի հնչեցնել հարցը։ Վատ չէր։ Դուք այս փուլում վաստակեցիք ընդամենը 20,000 դրամ։ Իմանալով ձեր կենսագրությունը, ասում եմ, վատ չէր։ Ով է այն կաթիլը, առանց որի այս ծովում ոչինչ չի փոխվի։ Ով է այն ավազահատիկը, որն այսօր այդպես էլ աստղ չի դառնա, ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Այս փուլի վիճակագրությունը ճիշտ եւ սխալ պատասխանների քանակով գրանցում է բացարձակ հավասարություն։ Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկով ուժեղ օղակը Մենուան է, իսկ թույլ օղակը Կարենը։ Հավասարների մեջ թիմը ում կճանաչի ավելի պակաս հավասար։ Քվեարկությունն ավարտված է։ Ժամանակն է պարզելու, ով է ամենաթույլ օղակը։ Կարեն։ Նարեկ։ Արտյոմ։ Արտյոմ։ Մենուա։ Այո։ Ում հետ եք ուզում խաղալ եզրափակչում։ Կարծում եմ տարբերություն չկա, որովհետև Կա։ Անուն ասեք։ հաջորդ փուլի ուժեղ օղակի։ Իսկ եթե դա դուք չլինեք։ Եթե ես չլինեմ, Կարենն ու Նարեկը կխաղան։ Կրթությամբ բժիշկ Արտյոմ։ Այո։ Թիմակիցները չկարողացան կարդալ ձեր ձեռագիրը։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Ընդհանուր խաղից գոհ եմ, իմ խաղից այդքան էլ գոհ չեմ։ Այնպես ստացվեց, որ այն փուլում, որտեղ ուժեղագույն խաղացողը ես է, ինձ հանեցին ու մաղթում եմ Կարենին չհաղթել այս խաղում, որովհետև ինքը այս խաղի երկու ուժեղագույն խաղացողներին իր որոշմամբ հեռացրեց խաղից։ 6-րդ փուլ։ Եվ դուք այս պահին ունեք բանկում 180,000 դրամ, բայց կարող եք ունենալ արդեն 1 միլիոն հետնել 250,000 դրամ։ Խաղում մնացել է լավագույն եռյակը։ Մենք ձեր խաղաժամանակը կրկին նվազեցնում ենք 10 վայրկյանով։ Խաղը կսկսի նախորդ փուլի ուժեղ մասնակիցը եւ դա Մենուա դուք եք։ Կարեն, Նարեկ, Մենուա, խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Մենուա, հայոց որ թագավորի կինն է եղել Միհրդատ Պոնտացու դուստրը Կլեոպատրան։ Տիգրան II Մեծի։ Ճիշտ է։ Նարեկ, որ ժողովրդի ավանդույթներն են ներկայացված թափառախումբը գնում է երկինք խորհրդային ֆիլմում։
Գնչու։ Ճիշտ է։ Կարեն, արեգակնային համակարգի որ մոլորակը միայն մեկ արբանյակ ունի։ Երկիր։ Ճիշտ է։ Մենուա։ Բանկ։ Ընտանի որ կենթանու լատիներեն անվանումից է ծագում վակցինա տերմինը։ Չգիտեմ։ Կով։ Նարեկ, հույն որ փիլիսոփայի անունն է հիշատակվում մաքուր իդեալական սերը բնորոշելու համար։ Պլատոն։ Ճիշտ է։ Կարեն, ինչ խմիչքի տարատեսակ է պրոսեկոն։ Գինի։ Ճիշտ է։ Մենուա։ Բանկ։ Որ աշխարհամասի 10 երկիր է միավորված ASEAN անունով հայտնի միության մեջ։ Ասիա։ Ճիշտ է։ Նարեկ։ Բանկ։ Ինչ կեղծանունով է հայտնի հայ գեղանկարիչ Վլադիմիր Մարգարյանը։ Փաս։ Վալմար։ Կարեն, ինչ փաստաթուղթ է ընդունել ԱՄՆ-ն 1787 թվականի սեպտեմբերի 17-ին։ Ստրկության դեմ հաստատումը։ Ոչ, դա սխալ պատասխան է, սահմանադրություն։ Մենուա, Մոցարտի եւ որ կոմպոզիտորի մասին է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի օպերան։ Սալերի։ Ճիշտ է։ Նարեկ, որն է միակ երկիրը, որի ֆուտբոլի ազգային հավաքականը մասնակցել է աշխարհի բոլոր առաջնություններին։ Անգլիա։ Սխալ է, Բրազիլիա։ Ժամանակն ավարտվեց։ Գուցե ես շտապեցի, գուցե պետք չէր ասել եռյակ բառից առաջ լավագույն բառը։ Դուք այս փուլում վաստակեցիք ընդամենը 35,000 դրամ։ Ով է այս հավասարման ավելորդ անհայտը։ Ում անվան դիմաց կդրվի մաթեմատիկական մինուս նշանը, ժամանակն է պարզելու ով է ամենաթույլ օղակը։ Այս փուլում մեկ սխալ պատասխանը ձևավորեց վիճակագրության վերջնական պատկերը։ Արդյունքում Նարեկը վիճակագրորեն համարվում է թույլ օղակ, իսկ Մենուայի 3 ճիշտ պատասխանները նրան դարձնում են միանձնյա ուժեղ օղակ, ովքեր կպայքարեն ամբողջական բանկի համար։ Քվեարկությունն ավարտված է։ Ժամանակն է իմանալ, որ զույգն է խաղալու եզրափակչում։ Նարեկ։ Մենուա։ Նարեկ։ Կարեն, դուք երազում եք կառուցել կենդանիների համար կացարան։ Գնացել եք կենդանաբանական այգի։ Իհարկե։ Տարբերությունը ո՞րն է։ Տարբերությունը կենթանաբանական այգին դա ավելի շատ իհարկե այնտեղ են խնամքով զբաղվում կենդանիների, բայց այնտեղ ավելի շատ ցուցադրական բնույթ է կրում։ Իսկ կենտրոնը դա ուղղակի խնամք, պահել, բուժել, այդպիսի։ Մենուա։ Այո։ Ում հետ եք խորհրդակցել, երբ գալիս էիք խաղի։ Ոչ մեկի։ Միայն եղբորս տղան էր ասում գնա, բայց այսօր առավոտյան ասես մի գնա։ Ի հեճուկս պիտի հաղթեք։ Նարեկ, դուք կորցրեցիք հաղթելու շանսը եւ չեք գտնի այն կորած իրերի եւ ոչ մի բաժնում։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Տպավորությունները խառն էին, հետաքրքիր անցավ իհարկե։ Այդքան էլ գոհ չեմ իմ խաղից, շատ պրիմիտիվ հարցերի ուղղակի լարվածության պատճառով չէի կարող պատասխանել։ Չէի սպասում, որ ես երրորդ տեղը կզբաղացնեմ, բայց ամեն դեպս հետաքրքիր խաղեր, բոլորին մաղթում եմ հաջողություն։ 7-րդ փուլ։ Եվ դուք հնարավոր 1.5 միլիոն դրամից բանկում ունեք ընդամենը 215,000 դրամ։ Խաղում մնացել եք երկուսով։ Այս փուլում մենք պարտավոր ենք կրկնապատկել ձեր վաստակած գումարը եւ ավելացնել ընդհանուր շահումին։ Թեպետ դուք այս փուլում ունենալու եք 10 վայրկյան քիչ խաղաժամանակ։ Այս փուլում դուք կարող եք վաստակել կես միլիոն։ Օգտվեք այդ հնարավորությունից։ 7-րդ փուլը կսկսի 6-րդ փուլի ամենաուժեղ մասնակիցը Մենուան։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Մենուա, որ ծանրորդի մասին է մեդալի հակառակ կողմը հայկական ֆիլմը։ Ռիփսիմե Խուրշուդյան։ Սխալ է Նազիկ Ավդալյան։ Կարեն, որ լեզվի այբուբենն է կոչվում Մխեդրուլի։ Վրացերեն։ Ճիշտ է, Մենուա։ Լեոնիդ Մենակերի ֆիլմում աշխարհահռչակ որ երաժշտի դերում է հանդես եկել Վլադիմիր Մսրյանը։ Պագանինի։ Ճիշտ է։
Կարեն, Բանկ, որ կրոնի տաճարային համալիրն է Պոտալլա պալատը։ քրիստոնեական կաթոլիկ, Սխալ է, բուդդայականության։ Մենուա, Սիմփսոնները մուլտֆիլմում ինչ էր Մեգիի եւ Լիզայի եղբորանունը։ Չգիտեմ։ Բարդ։ Կարեն, որ օվկիանոսի ավազանին է պատկանում Լապտևների ծովը։ Հյուսային Սառուցյալ, Ճիշտ է, Մենուա։ Ինչպես է շախմատում կոչվում այն մատը, երբ թագուհին եւ փիղը գրոհում են F7 դաշտը։ Թագուհի փիղը։ Մանկական։ Ճիշտ է։ Կարեն, Բանկ, ինչ ազգանունով են հայտնի ռուս ֆանտաստ գրողներ Բորիս եւ Արկադի եղբայրները։ Անցանք, Ստրուգացկի, Մենուա, եվրոպական, որ երկիրն է 1815 թվականից հետևում հավերժական չեզոքության քաղաքականությանը։ Ֆինլանդիա։ Սխալ է, Շվեյցարիա։ Կարեն, ֆրանսիական Կամիլ Կլոդել ֆիլմում որ քանդակագործի դերում է հանդես եկել։ Դուք երևի մտովի պատրաստվում էիք եզրափակչին եւ անտեսում էիք ճիշտ պատասխանները։ Խաղի լավագույն զույգը կներեք արտահայտությանս համար վաստակեց ընդամենը 20,000 դրամ։ Մենք իհարկե պարտավոր ենք կրկնապատկել այս գումարը եւ ավելացնել ընդհանուր շահույթին։ Ընդհանուր գումարը կազմելու է 255,000 դրամ։ Չնայած կարող էր լինել 2 միլիոն։ Սակայն այս գումարը բաժին կհասնի ձեզանից միայն մեկին, քանի որ դուք այժմ խաղալու եք միմյանց դեմ։ Դուք հերթով կպատասխանեք 5 հարցի եւ կհաղթի նա, ով կտա ավելի շատ ճիշտ պատասխաններ։ Եթե խաղը ավարտվի ոչ ոքի, մենք կշարունակենք խաղը մեկական հարցով մինչև բացահայտվի հաղթողը։ Եվ այսպես, մենք խաղում ենք թույլ օղակ։ Կարեն, նախորդ փուլի ուժեղ օղակ լինելը ձեզ իրավունք է տալիս որոշելու ով է առաջինը պատասխանելու եզրափակչի հարցերի։ ես կսկսեմ, Կարեն, ինչ կենդանու անուն է կրում Ավստրալիայի մեծությամբ երրորդ կղզին։ Հրեշ Թասմանյան, Դա սխալ պատասխան է, ճիշտ պատասխանն է կենգուրու։ Մենուա, անգլիացի որ բնագետի պատվին է անվանումը ստացել Ավստրալիայի հյուսիսային տարածքի վարչական կենտրոնը։ Սիդնեյ։ Դա սխալ պատասխան է, ճիշտ պատասխանն է Դարվին։ Կարեն, որ ֆուտբոլիստի անունից ստեղծված նոր բայ է հայտնվել շվեդերենի բառարանում։ Զլատան Իբրահիմովիչ, Եվ դա ճիշտ պատասխան է։ Մենուա, ինչ էր ծագումով հրյա ջազ երաժիշտ Էդի Ռոզների իսկական անունը, որը նա գերադասում էր չհրապարակայնացնել։ Էդին նրա իսկական անվան փաղաքշական ձևափոխված տարբերակներ։ Ջազ երաժիշտ։ Չիկ Կորեա։ Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանն է Ադոլֆ։ Կարեն, որ երկրում քաղաքացիական պատերազմի ժամանակ էր կիրառվում նոպասարան կարգախոսը։ Իսպանիա, Դա ճիշտ պատասխան է։ Մենուա, ինչպես է անգլերեն բացվում ԱՄՆ-ում մեծ թափ ստացած BLM շարժման հապավումը։ Չգիտեմ։ Black Lives Matter։ Կարեն, եթե հիմա ճիշտ պատասխանեք, դուք կդառնաք ամենաուժեղ օղակը։ Արաբական, որ երկրի հավաքականի կազմում Փարիզի օլիմպիական խաղերում բրոնզե մեդալակիր դարձավ ծանրամարտիկ Գոր Մինասյանը։ Բահրեյն,
Զբոսավար Կարեն, կարող եք հանգիստ զբոսնել։ Այսօր դուք ամենաուժեղ օղակն եք եւ վաստակել եք 255,000 դրամ։ Մշակութաբան Մենուա, դուք ենթարկվեցիք մշակութային շոկի, դուք հեռանում եք ձեռնունային։ Դուք դիտում եք թույլ օղակը, սա ընդամենը խաղ էր, կհանդիպենք։ Շատ լավ խաղ էր, շնորհակալություն, էմոցիաները շատ հիանալի էին, ինչպես եւ ակնկալվում էին, կարար ավելի լավ լիներ, ես էի մեղավոր, ես հրապարակիչում մթագնում եղավ, չհասկացա ինչ եղավ, բայց դե կարար խաղը նաեւ դրանից շուտ էլ ավարտվեր։ Մեզ որ շատ լավ էր, շնորհավորում եմ Կարենին, շնորհակալ եմ մյուս մասնակիցներից, հիանալի խաղ էր։ Խաղը շատ լավ անցավ իրականում, տպավորությունները մի քիչ հակասական են, բայց փորձել եմ ես մաքսիմալ օբյեկտիվ գտնվել քվեարկելու ժամանակ, ինչքան որ ստացվել է։ Մի քիչ դժվար էր քվեարկությունը, բայց այդ օբյեկտիվությունը մի քիչ ուժ է տալիս։